2006 թվականին Արամ Անդրեասյանի կրծքոսկրերը բժիշկները կտրել էին միջնորմի ուռուցքը հեռացնելու նպատակով։ Հետվիրահատական շրջանը հարթ էր ընթացել։ 19 տարի անց 2025-ին ալերգիայի պատճառով տղամարդը սրտի կանգ ունեցավ։ Սրտանոթային վերակենդանացման հետևանքով կրծքավանդակի ոսկորները նորից վնասվեցին։ Բուժառուի մոտ սկսվեց թարախային բորբոքում։ Ստեղս ծակվավ, այստեղս։ Ու ասես որ ծխմի թարախ էր դուրս գալի։ Դրա համար ես դիմեցի բժշկությանը։ Բորբոքումը տարածվել էր արդեն առողջ ոսկորների ու աճառների վրա։ Միակ լուծումը մասնահատումն էր, որից հետո մեծ, սակայն խոռոճ առաջացավ։ Բժիշկները որոշեցին կատարել վակուում թերապիա։ Վակուում թերապիան հնարավորություն է տալիս խուսափել այդ մեծ վիրահատություններից եւ մեծ դեֆեկտները փակել առանց մեծ վիրահատական միջամտությունների։ Սա համարենք հաջողություն, որովհետեւ վերջին տասնամյակում զարգացած մեթոդիկա է եւ թորակալ վիրաբուժության մեջ հատկապես վերջին 1-2 տարվա ընթացքում է մեծ թավ հավաքում եւ բավականին մեծ հաջողություն կարող ենք համարել, որ նաեւ մեր մոտ այդ փորձը։ Վակուում թերապիան շատ վաղուց չի որ կիրառվում է Հայաստանում, ցավոք սրտի, ինքը շատ լավ բուժման մեթոդ է համարվում, շատ արդյունավետ։ Բոլոր մակերեսով մեծ եւ խորությամբ ավելի շատ հյուսվածքներով ընդգրկող թարախային վերքերի համար վակուում թերապիան հնարավոր է կիրառել։ Վակուում թերապիան լայն կիրառում ունի վիրաբուժության մեջ, ուղղում է մասնահատումների հետևանքով առաջացած դեֆեկտները։ Դատարկ հատվածները լցվում են բուժառուի մկանային կամ ճարպային հյուսվածքներով, քանի որ բորբոքումների ժամանակ օտար մարմինների, պլաստիկ կամ մետաղական նյութերի օգտագործումը վտանգավոր է։ Տվյալ պարագայում մենք օգտագործեցինք այդ մեթոդը, լապարասկոպիկ ձևով առանձնացրեցինք ճարպոնը եւ փոքր անցքով տեղափոխեցինք կրծքավանդակ եւ որը լրացրեց այդ ամբողջ դեֆեկտը, այնուհետև հյուսվածքները փափուկ հյուսվածքները կարելով, այսինքն մենք ստացանք այդ խոռոչի վերացման հաշվին, ունեցանք բորբոքային process-ի լավ վերահսկում։ Բժշկի խոսքով կրծքոսկրի հատումով միջամտություններից հետո բորբոքային process-ի առաջացման հավանականությունը 2-ից 3% է։ Այս մեթոդով մասնագետները կանխում են հիվանդության կրկնվելու ռիսկը։ Երբ որ սա առաջանում է այս բորբոքումը, պետք է արագ լուծել սանացիայի այդ հարցը եւ կան բազմաթիվ մեթոդիկաներ, բայց միշտ չէ որ ստացվում է այնպես անել, որ նորից կրծոսկրը կարել։ Որոշ դեպքերում բորբոքումը այնպես է խորանում, որ մենք ունենում ենք ոսկրային հյուսվածքի կորուստ եւ աճառային եւ ստիպված ենք լինում process-ը կանգնացնելու համար ավելի մեծ մասնահատում անել, որպեսզի տարածում չլինի։ Թեև բուժական մեթոդն աշխարհում նոր է, բայց արագ զարգանում է նաև մեր երկրում, ասում են մասնագետները։ Արամ Մարանդյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։